Բելլան եւ Ալինան էին մեր եթերում, Երևան ստեղծագործությամբ, իհարկե տեսալվակ արդեն կա վաղուց YouTube-ում, բայց մեր հաղորդաշրջանակներում այսօր պրեմիերա արեցինք ինչ արդյոք շնորհավորենք քիչ անց աղջիկներին եւ աղջիկները միայնակ չեն եկել։ Մեր հյուրերն են ապրել խաղաղ նախագծի հեղինակ ու երգի հեղինակ Լիլի Գրիգորյանը, եւ նախագծի անդամներ Բելլա եւ Ալինա Հայրապետյանները։ Անունները ձեր, այն որ Եվ գանք մի անգամից ամենասկզբից, ինչպես ծնվեց գաղափարը ապրել խաղաղ նախագծի։ 10 տարի։ Ավել, արդեն այո 10 տարին լրացել է անցած տարի։ Ի սկզբանե նախագիծը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ բոլորը ավելի հասուն երաժիշտները նշում էին, նրան նվիրված ինչ-որ միջոցառումներ էին կազմակերպում։ Ես որոշեցի, որ երեխաների շուրթերով տենց երգ գրեմ նմանատիպ խաղաղության կոչ ամբողջ աշխարհին եւ մասնակցեն այնտեղ տարբեր երկրներից երեխաներ եւ ուղղակի թողնեն որ մեծահասակները ավելի հանդուրժող լինեն եւ թողնեն իրենք լավ մանկություն ունենան ու լավ ապագա խաղաղ մանկություն Երգը ստեղծվեց ապրել խաղաղ անունով ու հետագան արդեն ի սկզբանե որոշել էի որ մեկ երգ է լինելու հետո հանդիսատեսի հոգեվորվածությունը այնքան մեծ էր որ հասկացա որ չշարունակել չեմ կարող։ 2015 թվականին է ստեղծվել, տարեվերջին, տարեմուտին արդեն 10 եւ ավել։ Ունենք մոտ 10 տեսահոլովակ ու միայն խաղաղության մասին չի, հայ լինելու, հայ մնալու ու ավելի հայրենպաստ աշխատանքներ են։ Սա շատ կարևոր թիախային կետերն եք դուք ընտրել ու նախագիծը ես ինչպես հասկացա իր շուրջը համախմբում ոչ միայն Հայաստանում ապրող տաղանդավոր երեխաների, դուք կարծես թե Հայաստանի սահմաններից դուրս եք եկել եւ եթե չեմ սխալվում տարբեր երկրներից երեխաների եք փորձում հավաքել մի գաղափարի մի նախագծի շուրջ, որովհետեւ ցավոք սրտի կարծում եմ կան երեխաներ, ովքեր որ Հայաստան չեն եկել երբեք, կան երեխաներ, ովքեր որ հեռու են հայրենիքից, հեռու են պատմությունից եւ երաժշտությունը եւ հենց նախագիծը ինքը իրենով նաեւ լավ հարթակ է պատմությանը մոտ լինելու, արմատներին, հայրենիքին ու նաեւ շփվելու այն երեխաներից, ովքեր որ ծնվել եւ ապրում են Հայաստանում։ Այո, շատ ճիշտ եք նկատել։ Գիտեք, որպես երաժիշտ եմ մտածել այդ ժամանակահատվածում, երբ որ որոշել էի անել, բայց այնպես ստացվեց, որ երաժշտության այդ ֆորմատը ստանալու համար ես սկսեցի գտնել նաև դրսում ապրող հայ երեխաների, չնայած որ հոսքը այնտեղից շատ մեծ էր, գրում էին, որ ինչպես կարող ենք մենք նախագծին ներկա լինել, ու հիշում եմ, որ երբ որ on-line հարթակները այդքան զարգացած չէին, սովորելու, ինչ-որ նոր բան իմանալու, ես հենց on-line հարթակը օգտագործում եմ երեխաների հետ երգերը սովորելու ու ամեն տարի ամռանը իրենք գալիս էին Հայաստան, մենք նկարանում ենք տեսահոլովակներ, մոտ 1 ամիս մնում էին ու հետո երբ որ տեսա իրանց շփումը ու կապը, հասկացա, որ ես շատ ավելի կարևոր գործ եմ անում երաժշտությունից դուրս, դա իրենց հայրենիք վերադառնալու, իրականում իրանք հայրենիքի մասին լսում են իրենց ծնողներից, տատիկ պապիկներից, բայց չունեն ընկերներ, չունեն հարթակ, որտեղ կարող են իրանց ռեալիզացնել ու շփվել, սովորել, ընկերներ ձեռք բերել ու հայրենիքը այլ անկյունից նայել, ոչ թե պատմություններից։ Այդպես ունենք Լոնդոնից երեխաներ, Լոս Անջելեսից, Սիդնեից, հենց շատ բազմազան տարբեր անկյուններից ու մինչև կապի մեջ են։ Այո, մոտ 200-300 երեխա են մասնակցել 10 տարիների ընթացքում ու հիմնականում 60%-ը դրսից են եղել։ Մինչև հիմա շփվում են, ամուսնացել են արդեն շատերը, իրենց հարսանիքներին են միմյանց հրավիրել։ Ես ուրախ եմ, որ տենց կապող օղակ եմ հանդիսացել ու մինչև այսօր նրանք կան, շփվում են ու հայրենիքը այլ անկյունից են բացահայտել։ Իսկ ինչպես ստացվեց համագործակցությունը երեխաների Բելլայի ու Ալինայի հետ։ Բելլայի ու Ալինայի հետ ծանոթացել ենք անցած տարի տարեսկզբին։ Ես Երևան եմ եկել գործով ու ունենք ընդհանուր ընկերներ ծանոթացրեցին, երեխաները երգում էին։ Հետո իրենց մայրիկ ասեց, որ շատ վատ է, որ Լիլի ջան դու Մոսկվայում ես ապրում, ես աշխատում եմ հիմա, ապրում եմ այնտեղ, ունեմ նախագծի հենց ֆիլիալը, այո, Մոսկվայում։ Չնայած որ շատ հաճախակ եմ լինում, այս տարի երևի 5-6 անգամ արդեն Երևան եմ եկել ու դեռ տենց բազում անգամներ գալիս եմ, որովհետև ինձ համար Հայաստանը իմ մոտիվացիան է եւ բոլոր գործունեությունը որ նվիրված է հայրենիքին ու նախագծին բոլորը անում Երևանում։ Աղջիկներից ծանոթացանք ու սկսեցինք on-line էլի աշխատել։ Հետո արդեն տեսա իրանց մոտ այդ ձգտումը դեպի երաժշտությունը, որ ավելին են ուզում
ու ծնվեց Երևանի մասին երգը, որը ինձ թվում է իրեն շատ է սազում։ Ուզում եի մանկական ուրախ երգ ունենայինք եւ մեր սիրո դրսևորում լիներ Երևանին։ Պատմենք տպավորություններից։ Լավ, շփվենք աղջիկների հետ մի քիչ։ Դուք շատ բարդ մասնագիտություն եք ընտրել։ Չնայած հեշտ մասնագիտություն չկա աշխարհում, բոլորն էլ դժվար են, բարդ են, բայց ինչպես եք կարողանում համատեղել ուսումը, որտեղ պետք է սովորել, այն տարիքում եք դուք գնում, միշտ պետք է սովորել եւ լավ գիտելիք պետք է ստանալ, բայց ընտրել եք նաեւ շատ բարդ մասնագիտություն։ Երգչուհու կարիերան եք ընտրել դուք, դժվար չի համատեղել։ Սկսենք քեզանից, սիրուն աչքերով աղջիկ։ Ես երբ գնում եմ դպրոց, ես սովորում եմ։ Ես ուրիշ բաների մասին չեմ մտածում։ Իսկ երբ ընկեր Լիլիի հետ պարապում եմ on-line, ինքը գալիս է մեր տուն, պարապում ենք, ես կենտրոնացած պարապում եմ երգի վրա։ Այսինքն ես ուրիշ բաների մասին չեմ մտածում։ Չնայած որ շատ զբաղված են, սովորում են նաև դպրոցում, շատ բարդ, պարապում են, պատմի ինչ որ սպորտով է զբաղվում։ Սպորտով եք հասցնում զբաղվել։ Այո, գնում ենք թենիսի, մեծ թենիսի։ Բարբի տիկնիկի կյանքով են ապրում են։ Իհարկե, իդեալական։ Տենիս էլ։ Գնում էինք լողի, բայց չենք հասնում, հետո էլ ստացվեց գնալ։ Այդքան գրաֆիկ է մեջ կարող։ Ամեն ինչից մի քիչ։ Այսպես ընդհանուր զարգացում։ Դու պատմի գեղեցիկ գիտենք քո համար ոնց է։ Դպրոցից գալիս եմ, զբաղված չեմ, երգ եմ պարապում։ Գնում ենք բարի։ Հայ դե պարում են։ Իրեն շատ է օգնում, երբ որ բնականաբար համերգների են մասնակցում, երբ ես այստեղ չեմ, պատրաստում եմ իրենց երգերը, անպայման խորեոգրաֆիան այդ պարային հատվածը պետք է լինի, իրեն շատ է դուր գալիս, երգ-պար միասին։ Չգիտեմ, ինձ թվում է շատ ուրախ եմ, որ երեխաները այս տարիքում զբաղված են լինում եւ ունեն ընտրության հնարավորություն իրենց ցույց տալու, դասավորելու։ Այս պարագայում ես գիտեմ, որ 24 ժամ, լավ 12 ժամ հաստատ զբաղված են օրվա մեջ ու ինձ թվում է դա ճիշտ է։ Երեխաները պետք է լինեն զբաղված։ Կներես, կարծում եմ շատ կարևոր է հենց մանուկ հասակից այդ կարգապահությունը, դիսցիպլինան, որ ձևավորում է հենց ծնողը, կարծում եմ այս պարագայում մայրը ձևավորում է երեխաների մեջ, որովհետև դա հետագայում դե կան որոնք հայրիկներն են նաև, բայց այս պարագայում մայրիկի դերը իսկապես շատ կարևոր է։ Իմ մայրիկին էլ առիթից օգտվելով ողջունում եմ իշտան։ Բոլոր մամաներին։ Դուք նաև շատ կարևոր պարտականություն եք ստանձնում, շատ նուրբ, sense դետալային հարաբերությունների մեջ եք երեխաների հետ, որովհետև դուք օրվա մեջ, նույնիսկ եթե երկրում չեք լինում, շատ եք շփվում երեխաների հետ, ինչ որ հարցերով կամ պարզապես, ու դուք իրենց համար դառնում եք որպես ծնող, ու նրանք գնալով ձեզանից շատ բան սկսում են սովորել։ Արդեն իրենք ուզում են նմանվել ձեզ, ու կարծես շատ հոգեբանորեն շատ դժվար բարդ process-ների միջով եք անցնում, մշտապես երեխաներին ճիշտ հասկանալու համար, այնպես անեք, որ երեխաներն էլ իրենց կոմֆորտ զգան, լավ զգան, իրենք էլ ձեզ հետ շատ sense միացած լինեն, որովհետև այդ դեպքում է արդյունքը լինում հաջող, ստացվում է այն ինչ որ դուք պլանավորել եք։ Հաստատ այդպես է։ Ես միշտ երբ որ ինձ նման հարց են տալիս, ասում եմ, որ ես իմ երևի հոգեբանությամբ այդքան էլ ուսուցիչ չեմ, ես ավելի ընկեր եմ։ Դա իմ մեթոդիկան է, որի համար շատ երկար չեմ մտածել, ուղղակի ես ունեմ երեխաների շփման այդ միջոցը, դա ինքնաբերաբար է ստացվում եւ հատուկ ինչ որ միջոցներ չեմ գիտեք լեզուն գործադրում, այո, ես սիրում եմ ուղղակի երեխաներին, որովհետեւ իրանք մաքուր են, անկեղծ, իրենց այդ աշխատանքը ավելի արդյունավետ է ու բարդ միևնույն ժամանակ, բայց արդյունավետ է ու դու գոնե գիտես ինչի համար ես անում, որովհետև նոր սերունդ են եւ առանձնահատուկ հայրենիքին ու հայ երեխաներին նվիրված ես աշխատում եմ նաեւ Մոսկվայում Իգոր Կրտոյի անվան ակադեմիայում, այնտեղ եմ դասավանդում ու այնտեղի հայ երեխաները գիտեն, որ ես առանձնահատուկ բոլորի հանդեպ, բայց մեր հայ երեխաների օգնելու ինչ որ մի բանով նրանց աջակցելու, խորհուրդ տալու Ես երևի ավելի թե ընկեր եմ իրենց հետ եւ գիտեմ այդ լեզուն իրենց հետ շփվելու, որ հետո սիրեն, հավատան, վստահեն ու ամենակարևորը երաժշտությունը սիրեն, որովհետեւ իրականում ի վերջո երաժշտության համար ենք անում ու երևի թե առանձնահատուկ իմ համար տեղ է գրավում։
երաժշտական աշխարհը։ Ամենաշատը ինչն է դժվար ձեր համար։ Երգչուհու այս մասնագիտության մեջ ո՞րն է ամենաբարդը։ Կարծում եմ հեշտ ոչինչ չկա, բայց կառանձնացնեք ինչ-որ մի բան։ Այդ պարապմունքները, վոկալի հետ կապված ինչ-որ, չգիտեմ։ Ես ուշեմ, իրենք կարող չմոռանան։ Առողջության հետ կապված։ Ինչ է դժվար իր համար։ Որ հենց online-ով ենք պարապում։ Ավելի դժվար է տենց, հա։ Հա, լսել ու վերարտադրել դժվար է, բայց իրենց բրավո հասկանում են, լսում են, ընկալում են, բացատրում են, բնականաբար այստեղ երբ որ լինում եմ, էլի աշխատում ենք, բայց ինձ թվում է ամենաշատը այդ երևի հետևել առողջությանը, որ չմրսեն, չհիվանդանան, չուտեն ինչ չի կարելի, սառը տակ տենց շատ կտրուկ բաներ նամանավանդ վոկալից առաջ չի կարելի ու մի քիչ այդ դիսցիպլինան է դեռ իրենց մոտ, Այդ ավելի բարդ է։ փորձում եմ Հրաժարվել պաղպաղակից, հրաժարվել սառը։ Դե հրաժարվել այդքան էլ չի կարելի։ Ես օրինակ ես միշտ ամբողջ կյանքումս երգել եմ իրենց տարիքից սկսած։ Ես ոչ մի բանից չեմ հրաժարվել։ Ուղղակի դու պետք է կարողանաս դա համակարգել, երբ դա ուտել ու մի քիչ տենց սովորացնել քո Չափի մեջ կիլոներով պետք չէ։ Հիմա մեր հերոստատու չնայած հիմա շատերը դպրոցում են, ձեր բացակայությունը հարգելի է, կարծում հետո կնայեն ձեզ, ձեր հասակակիցները կամ աղջիկներ եւ տղաներ, ովքեր որ ուզում են սկսել երգել, ինչ խորհուրդ կտաք նրանց, ինչին պատրաստվեն, ինչ սպասեն, ինչպես վերաբերվեն։ Խորհուրդ կտամ ինչ ասում է ուսուցչուհին լսել, որովհետև եթե օրինակ դուք երգում եք, երգի ընթացքում չեք շնչում, դուք ոնց որ չեք կարողանում երգել, ես ասեմ։ Դե մոտ չի ստացվում։ Ահա մեթոդիկային է։ Լավ, էլ ինչ խորհուրդ կտաք։ Շրջառությունից զատ։ Ստրեսակայում պետք է լինեն, այսինքն որ կարողանան բեմ բարձրանան։ Նկարահանումներից ինչ կասեք իսկ տեսահոլովակի։ Պետք է ուղղակի չլարվել։ Պետք է կարողանալ տեսախցիկի հետ աշխատել։ Ես մի բան ավելացնեմ, մենք փետրվար ամսին Իտալիայում մասնակցել ենք կոնկուրսի, կոչվում է Music Academy Eurovision, միջազգային կոնկուրս էր, հենց Վենեցիայում իրենք ներկայացրել են Հայաստանը, նկարահանվել է կոնկուրսը եւ շուտով ցուցադրվել է իտալական իրենց առաջին ալիքով 10 երկիր կար, որի ժամանակ իրենք Հայաստանը ներկայացրեցին ու ինձ համար առաջի փորձն է իրանց հետ լինել միջազգային հարթակում ես շատ զարմացած էի որովհետև իրանք sense աշխատանքի ընթացքում շատ երեխա են բայց բեմի վրա այդ եւի պատասխանատվության զգացողությունը որ երկիրը ներկայացնում դրոշ եւ այլն չնայած որ 8 եւ 10 տարեկան են sense կազմակերպված սիրուն ելույթ ունեցան եւ հայերեն եւ անգլերեն լեզվով որ արդեն շուտով կցուցադրվի ու կլինի արդեն հեռուստատեսային քվեարկությունը ու ես այդ օրը հասկացա որ իրենք իրոք մեծացել են կամ երևի այդ սերը երաժշտության հանդեպ այնքան տենց ամուր էր իրենց մեջ որ կարողացան սիրուն ներկայանալ ու շատ լավ օրեր ենք ունեցել Վենեցիայում էլ այդ օրերին կառնավալներ իրենց դիմակահանդեսը բոլոր այդ սիրուն շորերով հագուստներով այո դիմակներով հեքիաթային քաղաքը դե Վենեցիան այդ օրերին առանձնահատուկ Դե ինչ, մեր հյուրերն էին Բելան եւ Ալինան Հայրապետյաններ եւ Ապրել խաղաղ նախագծի հեղինակ ու երգի հեղինակ Լիլի Գրիգորյանը, իդեպ տեսալուկի պրեմիերա ունեցանք նաեւ մեր հաղորդաշրջանակներում աղջիկներ, ես վստահ եմ, որ շատ չէ քիչ ժամանակ անց մենք ձեր մասին կրկին լսելու ենք, մենք ձեզ տեսնելու ենք տարբեր բեմերում, մենք տեսնելու ենք ձեր տարբեր հաջողությունները, բայց Իմացեք, որ ցանկացած ճանապարհ լավ բան անելու համար միշտ դժվար ճանապարհ եք անցնելու եւ քանի որ ձեր կողքին կա այսպես լավ ընկեր, ուսուցչուհի, մանկավարժ, տաղանդավոր ձեզ շատ սիրող մարդ, որը որ ամեն վարքյան պատրաստ է հնարավորինս ձեզ օգնել մի այսքան մոտենալ ձեր հաղթանակին, ձեզ մոտ ամեն ինչ շատ լավ կստացվի ու վստահ եմ, որ շատ սիրված եք ձեր ծնողների կողմից։ Ձեզանից հասնում եմ միայն լավ սովորել Եվ ամենակարևորը միշտ փայլուն ելույթ ունենալ դժվարությամբ, բայց հավատացեք ձեր երազանքին ու հավատացեք ձեր հաղթանակին, ձեր մոտ ամեն բան ստացվել է։ Նայում եմ ձեր աչքին, հավատում եմ, որ դուք այո, հաջողելու եք, այո, ամեն բան ստացվել որը է։ Հայաստանը լինելու է այն Հայաստանը, որի մասին մենք միշտ խոսում ենք։ Ու տարբեր ուղղություններով այս երեխաներն են, որ ստեղծում ու կառուցում են։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ նույնպես շնորհակալություն լավ եթերի համար։
Շնորհակալ ենք։ Ձեզ լավ որ մեր հերոստատորին եւս մաղթենք լավ հագեցած տպավորիչ, ֆանտաստիկ Հինգշաբթի, այո։ Հինգշաբթի վաղը ուրբաթը աշխատանքային շաբաթը ավարտվում է։ Գնան մեր գործընկերները։ Անցկացրեք պրոդուկտիվ, նաեւ կա շատ հնարավորություններ տարբեր ներկայացումների մասնակցելու։ Գյումրու մեր ընկերներն են եկել հյուրախաղերով։ Մի խոսքով շատ լավ օրեր կարելի անցկացնել, իդեպ մենք էլ գնալու ենք ներկայացումներից մեկին։ Այնպես որ մնացեք կենտրոնում։ Ձեզ լավ օրվա շարունակություն։